Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ազգային ժողովի օրակարգում նոր կարևոր հարց է հայտնվել, ինչ է քննարկելու խորհրդարանը երկուշաբթի օրվանից։ Մեկ զոհ, 6 վիրավոր և մի շարք չպարզված հանգամանքներ, ով է ճամբարակի ողբերգության պատասխանատուն և ով է որոշել զինծառայողներին դուրս բերել Զորամասից։ Մալիշկայի դիմակավորված անձին այս անգամ նկատել են Ագարակաձորում, ինչ է տեղի ունեցել գյուղում գիշերը։ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ 4 մրցույթ, 134 միլիոն դրամ, ինչպես է փոխհամայնքապետի հոր նորաստեղծ ընկերությունը հաղթել համայնքային գնումներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական ճնշմանը Իրանը պատրաստվում է պատասխանել սեփական ծրագրերով, ինչ է հայտարարել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Խորհրդարանում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը շարունակվում է, սակայն ընդդիմության համար պաշտոններ ստանալու պայքարը հեշտ չի ընթանում։ Այսօր Ուժեղ Հայաստան խմբակցությունն առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Երեկ Ուժեղ Հայաստանի առաջադրած 3 թեկնածուներից և ոչ մեկը չէր ընտրվել, մինչդեռ քաղաքացիական պայմանագիր և Հայաստան խմբակցությունների թեկնածուները ստացել էին անհրաժեշտ ձայները։ Լիանա Մանուկյանը ներկայացրել է իր առաջնահերթությունները, ընդգծելով հատկապես պետական բյուջեի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Սակայն նրա ելույթին կրկին հաջորդել են իշխանության և ընդդիմության փոխադարձ մեղադրանքները։ Երբ որ հանձնաժողովների թվաքանակի հարց էր քննարկվում, ես առաջարկեցի ստեղծել ոչ թե առավելագույն թվով 12, ոնց որ առաջարկում էր, այլ 6 հանձնաժողով։ Դե մարդիկ չեն ուզում լսեն։ Ես որում ինչն էի հաշվի առել, եւ հանձնաժողով, եւ ֆինանսական բաղադրիչ, ինչքան փող կտնտեսի մեր պետությունը, եւ հանձնաժողովների նախորդ գումարման ազգային ժողով ունեցած ծանրաբեռվածությունը, հանձնաժողովների միջև աշխատանքի հնարավոր ռացիոնալ հավասարաչափ բաշխումը, ինչպես նաեւ ժամանակի տնտեսումը։ Ասենք պատկերացրեք, եթե ընդունված լիներ այդ առաջարկը, մենք վաղուց էինք հիմա ավարտել հանձնաժողովների ձևավորումը եւ անցել էինք ոչ միայն իրավունքի ուժով սահմանված օրակարգի, այլ նաեւ օրակարգային այլ հարցերի առաջ։ Եվ ես չեմ կարողանում հասկանալ, ասենք, այս ամեն ինչը, այս ձևի ձգձգելու է սաբոտաժի իմաստը ո՞րն է։ Պատրաստի թեկնածուներին առաջադրած մարդիկ ընդամենը առանց քաղաքական որևէ բացատրություն, հիմնավորում տալու չեն ընտրում, ասում է չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով։ Բերեք այնքան այս հարցերը քննարկենք, չենք ուզում իրան այստեղ տեսնենք, տենց է ստացվում։ Օրինակ ես անհամբեր եմ իր հետ իմ հանդիպմանը։ Թե դուք ինչի չեք ուզում այդ մարդը գաս, ինչ չեմ հասկանում, իր հեղինակությամբ, իր գործնեությամբ դուք եք նստել, եք չեք ուզում ինքը գասը։ Բա կառավարությունը պիտի գա, որ մենք աշխատենք, բա մենք այդ կառավարությանը պիտի վերահսկենք, 16 նիստան իրանք ստեղ չեն եկել։ Իհարկե այդ պոզիցիայի մեջ որոշ դրական էլեմենտներ կարելի է նկատել, բայց շուտ է։ Դա մենք պիտի ի վերջո այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն այստեղ գա Սամվել Կարապետյանը։ Բայց առայժմ շուտ է, գոնե մի անգամ ծրագիր ներկայացնելու հնարավորություն պետք է ստեղծել, նոր հեռացնել։ Դուք մի քիչ առաջ եք ընկել իրադարձություններից, խափանում եք նույնիսկ նրա մուտքը ազգային ժողով։ Այսօր մենք որոշում ենք շատ ավելի կարևոր հարց։ Որոշում ենք Հայաստանի խորհրդարանում վերահսկողությունը ի վերջո պետք է լինի իրական, թե ձևական։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը ազգային ժողովի ամենակարևոր հանձնաժողովներից է։ Այստեղ են քննարկվում պետական բյուջեն, հարկային քաղաքականությունը, պետական պարտքը, պետական փոխառությունները, բանկային համակարգը, ֆինանսական շուկաները, աուդիտը և պետական ֆինանսների կառավարման ամենազգայուն հարցերը։ Այսինքն, այստեղ քննարկում է ոչ թե պարզապես պետության փողը, այլ քաղաքացու փողը։
Լինելով իշխանության մաս եւ շատ կարեւոր, եթե ընտրվեք հանձնաժողովի նախագահ, ո՞նց եք տարբերակելու այդ դպրոցը կառուցվում է մեր երեխաների համար, թե ինչպես ձեր առաջնորդներ ասում, այդ դպրոց մանկապարտեզները ծառայելու են մի քանի 100,000 ադրբեջանցիների։ Հանձնաժողովում իմ աշխատանքը կառուցելու եմ այն տրամաբանությամբ, որ դպրոցը կառուցվում է հայ երեխաների համար եւ դպրոցի շահառուները հայ երեխաներն են, իսկ ինչ վերաբերում է այն վտանգին, որ ադրբեջանցիները գալու են եւ գուցե այդ դպրոցում սովորեն ադրբեջանցի երեխաներ, ես կարծում եմ, որ օրինակ նույն Հակա Սաֆարովյան օրենքը այստեղ ձեր կողմից ընդունելով կչեզոքացնենք այդ ռիսկը։ Երեք Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը, որտեղ մի ամիս առաջ անցկացվել է ընտրություն, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որը անդադ այստեղ ԿՊԱ-ականները վկայակոչում են, պատկանում է Հայաստանին, հայտարարել է ադրբեջանական անվանումով։ Խորհրդար հաշվով հայտարարել է, որ Ադրբեջանին է պատկանում։ Ես ուզում եմ մի ձայնագրություն տեսանյութ լսենք ու հետո վերադառնանք։ Խնդրում եմ ուշադիր։ Շատ է խոսում անկլավների մասին։ Մենք օրինակ նայում ենք, մենք մինչև այս պահը ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել։ Հիշում եք մի քանի անգամ կամ ձեզ այս ֆորմատով կամ այլ տեղերում ասել եմ քարտեզը ինչ է, քարտեզը գծագիր է, որ ոնց կարող ես գծել, պետք է իրավական հիմքը նայես։ Եվ մենք այս պահի դրությամբ ինչքան ուսումնասիրում ենք իրավական հիմքերը, անկլավների գոյության իրավական հիմք չենք տեսնում, չենք գտնում։ Մեզ թվում է, որ մենք այս մի տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերը ուսումնասիրել ենք։ Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ այդ իրավական հիմքը մենք չենք գտնում։ Շատ է խոսում անկլավներ։ Նիկոլ Փաշինյան 2022 թվական ելույթը կարելի էր վերնագրել «Հետ բերեք հին Նիկոլին»։ Հանձնաժողովների նախագահների ընտրությունը հնարավոր է այսօր չավարտվի, բայց Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանը հայտնել է, երկուշաբթի օգոստոսի 24-ին խորհրդարանը կսկսի քննարկել կառավարության գործունեության նոր ծրագիրը։ Ծրագրի քննարկումն ավարտելուց հետո պատգամավորները կվերադառնան այսօր չավարտված հարցերին։ Այսինքն, եթե հանձնաժողովների նախագահների ընտրությունը մնա կիսատ, այն կշարունակվի կառավարության ծրագրի քննարկումից հետո։ Խորհրդարանում քաղաքական քննարկումներին զուգահեռ 3 տեղի ունեցած ողբերգական դեպքի շուրջ դեռ բազմաթիվ հարցեր կան։ Ճամբարակում բեռնատարի վրաերթի հետևանքով 1 զինծառայող էր մահացել, 6-ը վիրավորվել։ Դեպքից հետո դեռ պարզ չէ, ինչու էին զինվորները երեկոյան ժամին Զորամասից դուրս եկել եւ ինչ առաջադրանք էին կատարում ճանապարհին։ Պաշտպանության նախարարությունը հերքել է միայն այն տեղեկությունը, թե զինվորները հակագազերով են վազել։ Մանրամասները ռեպորտաժում։ Ճամբարակում զինծառայողների վրաերթից մեկ օր անց հիմնական հարցերից մեկը մնում է անպատասխան։ Ինչու էին 7 զինծառայողները երեկոյան ժամին Զորամասի տարածքից դուրս եւ ինչ էին անում այդ ճանապարհին։ Դեպքի վերաբերյալ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տարբեր վարկածներ են շրջանառվում։ Մասնավորապես տեղեկություններ են տարածվել, թե զինծառայողներին պատժելու նպատակով Զորամասից դուրս են բերել եւ ստիպել վազել։ Պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկություններից մեկը, հայտարարելով, որ զինծառայողները հակագազերով չեն վազել։ Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում եւ սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին։ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։ Սակայն այս հայտարարությունը չի պատասխանում հարցին, թե ինչ հանգամանքներում կամ ում որոշմամբ են հայտնվել Զորամասից դուրս։ Վիրավորում ստացած զինծառայողներից մեկի մայրը Լուսինե Թումանյանը սոցիալական ցանցում գրել է, որ իր որդին առողջական խնդիրներ ունի եւ բժշկական փաստաթղթերով ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։
Իմ երեխան նույնպես այդ 7 զինծառայողների մեջ է։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նա նախկինում բժշկական փաստաթղթերով հոդվածավորված է եղել եւ ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Չնայած դրան, դեպքի օրն ընտրվել է մեր կարծիքով ոչ պատշաճ պատժամիջոց, որի հետևանքով երեխայից դուրս են բերել գնդի տարածքից։ Հենց դրանից հետո էլ տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը։ Պահանջում ենք, որ քննության ընթացքում պարտադիր պարզվի, ով եւ ինչ հիմքով է կայացրել այդ որոշումը։ Հաշվի առնվել արդյոք զինծառայողի առողջական վիճակը եւ սահմանված սահմանափակումները եւ այդ որոշման ու տեղի ունեցած դեպքի միջև կա արդյոք պատճառահետևանքային կապ։ Մենք ուզում ենք ոչ թե ենթադրություններ, այլ ամբողջական եւ օբյեկտիվ քննություն։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բեռնատարը, որը վրաերթի է ենթարկել զինվորներին, անսարք է, չունի պետհամարանիշ, վարորդը վարորդական վկայական չի ունեցել։ Նա պայմանագրային զինծառայող է, Վահան գյուղի բնակիչ է, ունի 3 անչափահաս երեխա, շուտով 4-րդ երեխան է լույս աշխարհ գալու։ Վահան գյուղի ղեկավարի խոսքով վարորդը մեքենան գործածել է իր կենցաղային աշխատանքներն անելու համար։ Կանոնադրություն ինքը սահմանում է, թե զինծառայողին անկախ նրանից դա ժամկետային ծառայող է, պայմանագրային է, այդ թվում սպա է, ինչպեսի պատիժներ կարող է սահմանվել պատժաչափեր, նկատողություն, խիստ նկատողությունից սկսած եւ այլն, եւ կանոնադրություն ամբողջությամբ բարձրը կարգավորում են։ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ պետք է պարզվի, թե զինվորներն ինչու են դրսում եւ մանրամասն քննության ենթարկվեն նաեւ ոչ պիտանի տեխնիկայի ճանապարհ դուրս գալու հանգամանքները։ Այդքանից հետո sense դեպք ենք ունենում, երբ որ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են, քիչ չի վարում են, մի հատ էլ բարձում են եւ մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում։ Ազգային ժողովի նախկին падգամավոր Տիգրան Աբրահամյանը սակայն նշում է, որ խնդիրները չի կարելի լուծել կադրային ջարդով։ Կադրային փոփոխությունները ըստ իրավիճակի պետք է հասկանալ, թե այդտեղ խնդիր լուծում է, թե խնդիր չեն լուծում։ Այսինքն ոչ թե հարցերն է, որ առասել կադրային փոփոխությունները հարց չեն լուծում, այլ հարցը նրանում է, թե իրականության մեջ ցանկացած դեպքի հետ կապված ինչպեսի քննություն է ընթանում, իրավիճակի հետ կապված ինչ հանգամանքներ են բացահայտվում եւ ըստ այդմ էլ պատասխանատուների շրջանակ է բարձվում։ Նույն ծառայողական քննությունները, որոնք տեղի ունեն, ինչ են, որոնք դրանք տեղի ունեն, որպեսզի բարձեն իրականում տեղ ունեցած միջադեպերի պատասխանատուները ովքեր են, ինչ հանգամանքներում են տեղ ունեցել եւ այլն, ըստ այդմ էլ արդեն կարելի է հասկանալ, թե ստեղծված իրավիճակում լուծումը որն է։ Համայնքի վարչական ղեկավարի փոխանցմամբ դեպքի պահին վարորդը սթափ է եղել, չի փախել դեպքի վայրից եւ ծանր հոգեվիճակում է եղել, տեսնելով վրաերթի ենթարկված զինվորներին։ Ճանապարհի այդ հատվածը ըստ համայնքի ղեկավարի նոր ասֆալտապատված է, սակայն լուսավորված չէ։ Նրա փոխանցմամբ վարորդը գազալցակայանից տուն վերադառնալիս է եղել եւ մթության պայմաններում չի նկատել ճանապարհին վազող զինծառայողներին։ Ասում է, այրուն լվա զինվորներին տեսել է, սկսել է գոռալ ու լաց լինել։ Վրաերթի հետևանքով մահացած 19-ամյա զինծառայողը զորակոչվել էր ընդամենը 1 ամիս առաջ, հուլիսի 22-ին։ Մյուս 6 զինծառայողներին տեղափոխել են հիվանդանոց։ Պաշտպանության նախարարության հրապարակած վերջին տվյալներով նրանցից 3-ը հետազոտվել են եւ բժշկական միջամտության կարիք չունեն։ Մյուս 3-ի կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի արդիվ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի առաջին եւ 4-րդ մասերով։ Վարորդը ձերբակալվել է։ Հատկանշական է, որ նախորդ ամիս Ճամբարակի նույն զորամասում հայտնաբերվել էր 20-ամյա Նարեկ Թորոսյանի մարմինը։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնեց, թե տղան ինքնասպան է եղել։ Սեդա Մակարյանն, Նոնա Գևորգյան, ABC Media։ Վայոց ձորում վախի մթնոլորտը շարունակվում է։ Դիմակավորված անհայտ անձը, որի մասին նախկինում պատմում էին Մալիշկայի բնակիչները, այս անգամ հայտնվել է Ագարակաձորում։ Գյուղացիները մեծ զրույցում պատմել են, որ գիշերը գնացել են ջուր բերելու, երբ նկատել են դիմակավորված մի մարդու։ Նա լույս է գցել նրանց աչքերին։ Սկզբում կարծել են իրենց համագյուղացիներից մեկն է կատակում, բայց հետո հասկացել են, որ անծանոթի հետ գործ ունեն։ Գյուղացիները փորձել են հետևել նրան ու բռնել, սակայն նա հասցրել է փախչել։ Ով է նա, որտեղից է գալիս եւ ինչպես է աննկատ հեռանում, դեռ պարզել չի հաջողվում։
Սրբազան պայքարի գործով անցնող Բագրատ arczepiskopos Գալստանյանի փաստաբանները պատրաստվում են ՄԱԿ-ի փորձագետներին լրացուցիչ փաստեր ներկայացնել։ Խոսքը մասնավորապես 2024 թվականի հունիսի 12-ին ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումների և ոստիկանության գործողությունների մասին է։ Փաստաբանների խոսքով այդ դեպքերից տուժած որոշ անձանց իրավունքների պաշտպանության համար մինչ օրս արդյունավետ քայլեր չեն արվել։ Հովհաննես Խուդոյանի խոսքով հատկապես ուշագրավն այն է, որ ոստիկանների գործողությունների մի մասը տեղի է ունեցել տեսախցիկների առաջ։ Խուդոյանը մասնավորապես ասում է, կան հստակ տեսագրություններ, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի նկատմամբ։ Հայտարարությանը հաջորդել է ցուցարարների ծեծը, այդ թվում Աբրահամ Գասպարյանի ոստիկանական շարքերի հետ գողանալը եւ ծեծելը։ Դրան հաջորդել է Պռոշյան փողոցում մոտ 100-150 երևի անձի անհիմն բերման ենթարկելը եւ Սրբազանի պահանջը նաեւ այդ ցույցին դա էր, որ անհապաղ արձակեն բերման ենթարկված քաղաքացիներին։ Եվ դրան հաջորդել է կարմիր բերետավորների անմարդկային վերաբերմունքը Սիրիաների այգում գտնվող քաղաքացիների նկատմամբ ծեծը, որը քաղաքացիների մոտ վրդովմունքը առաջացած ստիպելով մտնել Սիրիաների այգի։ Բայց նույնիսկ դրանից հետո այդ որոշակի լարված վիճակից հետո հստակ տեսագրված երևում է մենք դա ենք ներկայացրել, ինչպես է ամեն ինչ հանդարտվում, ոստիկանները դուրս են գալիս Սիրիաների այգուց, փակում են դարպասները, որին անմիջապես հաջորդում է կադրերն էլ կան։ Ինչպես է այն ժամանակվա ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ցույցում տալիս ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբյանին, վերջինս էլ ցույցում է տալիս շարքային մի ոստիկանի, որ լուսաձայնային նռնակը նետի մարդկանց ուղղությամբ, այդ թվում հավաքված լրագրողների ուղղությամբ։ Շատ կարևոր բան է, ճիշտն ասած։ Եվ այդ անձը, ով կառավարության նշած, որ ասում են պատշաճ քննություն են կամ այդ գործով արդեն պետք է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, մի քանի օր առաջ նոր պաշտոն է ստացել, զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։ Ասում են 2000-ից ավել մարդ պետք է հավաքագրեն terrorism անել մեջ։ Ես անկեղծ եմ ասում, տրամաբանություն մեջ չի տեղավորվում, ինչպես կարելի է այն քաղաքում, որտեղ ամեն մեկը, այսպես ասած, փոքր քաղաք է, մեկը մյուսին ճանաչում է, մոտապես 1 միլիոնանոց քաղաքում 2000 հոգով պլանավորել ահաբեկչություն ու դրա մասին ոչ մեկ չիմանա։ Ու իրենք լավ ասեցինք ներպետական մակարդակում գրել եք, էլի, բայց գոնե դուրսը մի ասեք հայտարարք չլնենք, էլի, գրել են։ Ասել են այդ նույն մեղադրանքները առանց որևէ փաստական այդ առանցքային տվյալի շեշտման, լավ էս ամեն ինչի մեխը որն էր, ինչի հենց ահաբեկչություն։ Եվ մի հատ էլ գրել են, որ մենք ամբողջ ընթացակարգերը պահպանել ենք, Արթուր Սարգսյանին սահմանված կարգով անձեռնմխելիությունից զրկել ենք եւ այլն։ Բայց դե բնականաբար մենք տեսնում ենք, մեր հարկ ենք համարանշել, որ այդ պրոցեսները տեղի են ունեցել բացառապես իշխող կուսակցության քվեների միջոցով։ Ասում են, ոստիկանությունը բազմաթիվ անգամներ իրենց սիրելի արտահայտությունն է, օրինական պահանջներ են ներկայացրել, դրան չեն ենթարկվել եւ փորձել են ճեղքել ոստիկանական պատը եւ մտնել հատուկ պահպանվող տարածք։ Մենք ընդհանրապես մի պատասխան ենք տվել սրան ՄԱԿ-ի փորձագետներին, ասենք խնդրում ենք ապացույց ներկայացրեք։ Խնդրում ենք այն ինչը որ ասում եք, տեսեք մենք եթե համեմատենք օրինակ մեր գրածները եւ կառավարության գրածները, գրեթե մեր ամեն նախադասության վերջում կա մի հատ footnote, հայերեն ոնց է, տողատակ եւ դրված է մեր կատարած պնդումը հավաստող ապացույցը։ Տեսանյութ, լուսանկար, հայտարարություն, բառացի թարգմանություն եւ այլն։ Ինչ է դրած կառավարության պատասխանների տակ, ոչ մի բան, ուղղակի հավատացեք մեր ազնիվ խոսքին բովանդակության շարադրանք։ Իրենց սիրած որը սարեք։ Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ որոշել Չալաբյանի նկատմամբ կալանքը փոխել ազատությամբ առանց այլ խափանման միջոց կիրառելու։ Նշեմ, որ պաշտպանները միջնորդել են Չալաբյանին ազատ արձակել, առաջարկելով մինչև 15 միլիոն դրամ գրավ։ Կարծում եմ պատվարժան դատան, որ բոլոր հիմքերը առկա են, որպեսզի պարոն Չալաբյանի նկատմամբ կիրառվի հանրազատության հետ
ազատ չկապված խափանման միջոց, ուստի խնդրում եմ, որպեսզի փոխել պարոն Չալաբյանի խափանման միջոցը։ Պատվաժան դատան Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրավաց խափանման միջոցի կալանքը ընդհանրապես չի հետապնդում խափանման միջոցի օրենսդրությամբ սահմանված նպատակը։ Անհամաչափ շատ խիստ է, առավել քան խիստ է, նկատի ունենալով նաև Ավետիք Չալաբյանի անձը բնութագրող այն հանգամանքները, որոնց մասին հարգելի հանրային մեղադրողը չի ներկայացել մեղադրական եզրակացության դատարանին, ինչի պարտականությունը ունեցությամբ ուներ։ Տարօրինակ է պաշտպանական կողմի համար, որովհետև այդ անձը բնութագրող հանգամանքների վերաբերյալ վարույթ իրականացնող մարմին հայտնի եղել։ Առնվազն մի քանի անգամ ենք հայտնի դարձրել, այդ թվում Ավետիք Չալաբյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները, որոնք էլի խափանման միջոց ընտրելու, կիրառելու հարցում ունեն էական երբեմն վճռորոշ նշանակություն։ Այս ամբողջ գործը իրականության նենգափոխման դասական օրինակ է։ Իրականության նենգափոխում, երբ որ դու կարդում ես մեղադրական եզրակացության, այսպես ասած փաստական մասը, հետո նայում ես ինչա դրանից հետևում, հասկանում ես, որ իր մեջ ոչ մի կապ գոյություն չունի։ Տրամաբանական ոչ մի կապ գոյություն չունի։ Եվ ընդհանրապես ասած դուք հարցը տվեցիք գործը պետք է կարճել թե չէ, հասկանում եմ, որ կարճելու այս բանը չկա, բայց ընդհանրապես ասած այս գործը պետք է կարճված լինել վաղուց իրական։ Որովհետև նորից եմ ասում, նկարագրական մասի եւ եզրակացության միջև ոչ մի տրամաբանական կապ գոյություն չունի։ Եվ ընդհանրապես ասած այն երկու ամիսը, որ ես անցկացրել եմ անազատության մեջ, ինձ հիմք է տալի ենթադրել, որ ամբողջ գործը նախաձեռնվել է երկու նպատակով։ Առաջինը խափանելու մեր քաղաքական գործունեությունը, չեն քաղաքականացնում, իսկապես դա է։ Եվ երկրորդը ուղղակի որոշակի տես թեթև խոշտանգում իրականացնելը, որտեղ այդ բանտիկ պայմաններում կյանքը խոշտանգում է իրականում նորմալ ցանկացած մարդու համար։ Այնտեղ նշումներ ակա բժշկական միջամտությունների վերաբերյալ եւ վերջում որքանով հասցրեցի ուսումնասիրել, արձանագրված է, որ առողջության լավացում եւ այլն նման արձանագրումներ են արկա բժշկի կողմից։ Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ պաշտպանության կողմից որևէ հիմնավորում չնշվեց, որ օրինակ տվյալ խնդիրներով պայմանավորված բժշկական միջամտությունը հնարավոր չէ քրեակատարական պայմաններում ստանալը։ Ուստի գտնում եմ, որ պաշտպանության կողմից ներկայացված փաստարկները խափանման միջոցով վերաբերյալ հիմնավոր չեն։ Միջնորդում եմ պատվարժան դատարան մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարացնել ևս 3 ամիս ժամանակ։ Որոշում եմ կայացնում մեղադրյալ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրավաց խափանման միջոց կալանքը վերացնել։ Գալով ես չէի կարող կանխատեսել արդյունքը։ Չէի կարող կանխատեսել, որովհետև իրավական հարթության մեջ բնականաբար դատավորը ընդունել է իրավաբանության տեսակետից միակ հնարավոր որոշումը, բայց բոլորը գիտեք, որ մեր երկրում միշտ չի որ իրավունքը գործում է, ուստի նաև ուզում եմ հատուկ անդրադառնամ դատավորի իսկապես դրսևորած արդարամտությանը, նրան, որ նա առաջնորդվել է օրենքով, բնականաբար այս մեղադրանքը քարը քարի վրա չթողելն է, քարը քարի վրա։ Բայց նաև պետք է ասել հետևյալը, ես 2 ամիս բացակայել եմ իմ բնականon գործունեությունից, իմ գործընկերներից, իմ համախոհներից, իմ աջակիցների հետ աշխատանքից, հաջորդ բանը տարածել մի 2 րոպե հանգստանալուց եւ ուշքի գալուց հետո բնականաբար նաև ընտանիքից վերադառնալը այն ամեն ինչին, ինչ մեր կյանքն է, մեր կներեք գործունեությունն է, մեր պայքարն է։ Մինչ դատական նիստը սկսվել է, դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ հավաքվել էին Չալաբյանի աջակիցները։ Նրանք ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին գրության պաստառներով եւ շապիկներով պնդում էին։ Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական շարժառիթ ունի։ Ակցիային մասնակցում էր նաեւ Չալաբյանի կինը Անահիտ Ադամյանը։ Ազատություն Ավետիք Չալաբյանին։ Մենք համարում ենք, որ այս ապօրինի քրեական գործը ինքնին ապօրինի է, եւ կալանքը լիովին անհամաչափ է։ Ազատություն Ավետիք Չալաբյանին։ Ազատություն Ավետիք Չալաբյանին։
մենք այս պահի դրությամբ ունենք հարյուրավոր քաղաքբանտարկյալներ եւ քաղաքական հալածյալներ, այնքան մարդու նկատմամբ արդեն քրեական գործեր են բացված։ Մեր դեպքում ընդհանրապես ավետիքը շատ դասական քաղաքբանտարկյալ է, որ իր հետ կարող են շփվել միայն կարողացել են շփվել միայն փաստաբանները։ Մեր հետ ինչ որ կարծ հեռախոսային կապի հնարավորություն է եղել, օրական մի քանի րոպեի փաստացի ուղղակի իր առողջությունից են հարցրել եւ ինչ որ կենցաղային հարցեր են քննարկել եւ ինչպես է այդպիսի հարցեր կարողացել են քննարկել։ Ես իրեն ամսի հունիսի 24-ից սկսած չենք տեսել։ Ինչ կատարում է այսօր ակնհայտ դիմապատկերն է այսօրվա Հայաստանի։ Միանգամից ուզում եմ ընդգծեմ, մեր ձեր քաղաքբանտարկյալներ չկան, էլի քաղաքբանտարկյալները իրենք քաղաքբանտարկյալ են եւ Ավետիք Չալաբյանի պատկերը այսօր որ դուք տեսնում եք, ինքը շատ ակնհայտ ցույց է տալու ինչա կատարում եւ իհարկե չեմ կարող չընդգծել եւ չնշել նույն Գագիկ Ծառուկյանի кейսը, որը Եվս քաղաքբանտարկյալ է եւ բնավ չի նշանակում, թե իշխանավորները ինչ են պնդում, այո, ուղիղ, պարզ, դասական առումով, դասագրքային кейս է։ Արենի համայնքապետարանի խոշոր գնումների հաղթող է դարձել 2025 թվականի վերջին հիմնադրված M-Asia ընկերությունը, որի սեփականատերը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանի հայրն է։ Ընկերությունը մի քանի ամսում համայնքապետարանի հետ կնքել է 4 պայմանագիր ընդհանուր 134 միլիոն դրամ արժողությամբ։ Մրցույթներից մեկում ընկերությունը եղել է միակ մասնակիցը։ Ինչպես է անցկացվել մրցույթը եւ ինչ են ասում Արենի համայնքապետն ու առաջին տեղակալը ռեպորտաժում։ M-Asia ընկերությունը դեռ կես տարեկան էլ չկար, երբ Արենիի համայնքապետարանից սկսեց միլիոնների պատվերներ ստանալ։ Շինարարական կազմակերպության հիմնադրումից մի քանի ամիս անց 4 պայմանագիր է կնքվել Արենիի համայնքապետարանի հետ ընդհանուր 134 միլիոն դրամ արժեքով։ Ընկերության սեփականատերը Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հայրն է, Խաչիկ Ասատրյանը։ M-Asia-ը հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերին։ Առաջին պայմանագիրը համայնքապետարանի հետ կնքել է 2026 թվականի ապրիլին Գնիշիկ բնակավայրի խմելու ջրագծի կառուցման համար։ Պայմանագրի արժեքը 5 միլիոն 400 հազար դրամ։ Միայն հունիսին ընկերությունը համայնքապետարանից ստացել է ևս 3 պատվեր։ Ռինդ եւ Արփի բնակավայրերի ոռոգման ջրագծերի կառուցման համար հայտարարված մրցույթի 2 չափաբաժիններով էլ հաղթել է M-Asia-ը։ Պայմանագրի արժեքը 43 միլիոն 300 հազար դրամ։ Ռինդի ոռոգման արժեքի ցանցի կառուցման մրցույթում ընկերությունը եղել է միակ մասնակիցը։ Այստեղ պայմանագրի արժեքը 59 միլիոն 500 հազար դրամ է։ Եվս 25 միլիոն 600 հազար դրամի պայմանագիր էլ կնքվել է Ռինդում ռեզերվուարի 2 կապտաժների կառուցման եւ խմելու ջրի արտաքին ցանցի մասնակի նորոգման համար։ Այսպիսով, հիմնադրումից ընդամենը մի քանի ամիս անց M-Asia-ը Արենիի համայնքապետարանից ստացել է 4 պայմանագիր, ընդհանուր 134 միլիոն դրամ արժեքով։ Մենք էլեկտրոնային մրցույթ ենք հայտարարում։ Էլեկտրոնային մրցույթ ու դու չգիտես ով եւ ոչ մեկ չգիտի ով կարա մասնակցի ինչ անի։ Շինարարությունը մրցույթը կայանալուց հետո նոր արդեն բարձրանում է շինարարն ով է մեկով ես ոնց պետք է իմանամ։ Համայնքի ղեկավարի խոսքով մրցույթների ընթացքում իրենք չեն իմացել, որ հաղթող ընկերությունը պատկանում է Մհեր Ասատրյանի հորը։ Ասում է, գնումների գործընթացով զբաղվում են համապատասխան մասնագետները, իսկ համայնքապետի տեղակալը դրանց չի մասնակցել։ Սակայն հարց է առաջանում, այս դեպքում համայնքապետարանում քննարկվել է արդյոք հնարավոր շահերի բախման հարցը։ Հուսիկ Սահակյանի խոսքով սկզբնական փուլում նման քննարկում չի եղել։ Այս հրապարակումից հետո կանչել են բոլորին ասում, իսկապես կարող է շահերի բախում կա, մենք բաներ կա չենք իմացել, ոնց կարելի է այսպես բան, միանշանակ ասում են, որ մենք գործել ենք օրենքի սահմաններում, մենք ոչ մի օրենքի խախտում չենք արել։ Համայնքապետը վստահեցնում է, մրցույթներն անցկացվել են օրենքի սահմաններում, իսկ ընկերության նորաստեղծ լինելու հանգամանքը նրա խոսքով ինքնին խոչընդոտ չէ, եթե այն ունի անհրաժեշտ լիցենզիաներն ու հավաստագրերը։ Մինչդեռ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանն ասում է, ինքը տեղյակ է եղել, որ հայրը պատրաստվում է շինարարական ընկերություն հիմնել եւ մասնակցել Արենիի համայնքի մրցույթներին, սակայն նրա խոսքով կոնկրետ մրցույթների մասին ինքը տեղեկություն չի ունեցել։ Իր տնօրենն է զբաղվում այդ գործընթացներով, ես էլ հիմնական աշխատանքի բերումով քիչ առնչություն եմ ունենում, ասենք հիմնականում մեր գործերի մասով այդքան շատ չենք քննարկում, բայց ձեզ նաև նշեմ, որ
տեղեկացված եմ եղել, որ հայրս նախատեսում է բացել շինարարական կազմակերպություն ու մասնակցել համայնքի մրցույթներին, բայց թե որ մրցույթներին այդ արդեն տնօրենն է որոշում այդ գործընթացները արդեն։ Ասատրյանը պնդում է, մրցույթները բաց են եղել, անցկացվել են էլեկտրոնային համակարգով եւ ինքը որևէ ազդեցություն չի ունեցել հաղթողի ընտրության վրա։ Նրա խոսքով, մրցույթի ավարտից առաջ մասնակիցների եւ նրանց առաջարկած գների մասին տեղեկությունը հասանելի չի լինում։ Մահեր Ասատրյանը նաեւ ընդգծում է, իր պաշտոնը չպետք է սահմանափակի հոր օրենքով թույլատրված բիզնեսի գործունեությունը։ Ես իմ հոր գործունեությամբ կաշկանդված չեմ ու նմանապես հայրս էլ իմ գործունեությամբ կաշկանդված չէ։ Եթե ես այսօր Արենի համայնքապետարան որպես առաջ տեղակալ եմ աշխատում, դա չի նշանակում, որ հայրս որևիցե ուրիշ գործունեությամբ չի կարող զբաղվել։ Համայնքապետն էլ ասում է, եթե երբևէ պարզվի, որ առաջին տեղակալը որևէ կերպ ներգրաված է եղել գնումների գործընթացում, պատրաստ է համապատասխան քայլերի։ Իրանը պատրաստվում է դիմակայել ԱՄՆ նոր պատժամիջոցներին։ Թեհրանում դրանք անարդար են համարում եւ հայտարարում, պետք է ծրագրեր մշակել դրանց հետևանքները հաղթահարելու համար։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ԱՄՆ-ին եւ Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ տնտեսական, տեղեկատվական եւ հոգեբանական պայքար վարելու համար։ Նրա խոսքով այս ճնշումների նպատակը Իրանի թուլացումն է, սակայն Թեհրանը պատրաստվում է դիմակայել դրան։ Այս հայտարարությունից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ կկիրառի պատմության ամենակոշտ տնտեսական պատժամիջոցները։ Բեսենթի խոսքով ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի դեմ իրականացնել աննախադեպ տնտեսական մեկուսացում, միաժամանակ ակնկալելով, որ այս փուլում Վաշինգտոնը նախընտրում է ուժեղացնել տնտեսական ճնշումը, ոչ թե վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների։ Եվ վերջում մշակութային նորություն։ Գևորգ Մխիթարյանի «Սև կարապների գիշերը» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Էգզիստենցիալ դրաման պատմում է կիբերանվտանգության մասնագետի մասին, որի մեկ գիշերը վերածվում է կյանքի լուրջ փորձության։ Ֆիլմը նկարահանվել է ընդամենը 5 գիշերում, իսկ գլխավոր դերը մարմնավորում է Վարուժան Մարգարյանը։ Մեկ դերասան, մեկ վայր ու մեկ գիշեր։ Կինեմատոգրաֆիայի ընդունված կանոններից հրաժարվելով «Սև կարապների գիշերը» ֆիլմը գրեթե ամբողջությամբ կառուցված է մեկ հերոսի շուրջ։ Կարմիր գորգի ուղեկցությամբ ֆիլմի պրեմիերան կայացել է։ Օգոստոսի 20-ից այն ցուցադրվում է մեծ էկրաններին։ Մենք որոշել ենք ցույց տալ, որ կինոյում կարևոր չի, որ դու ունենաս շատ լոկացիաներ, շատ հայտնի դերասաններ եւ այլ ամենակարևորը դրամատուրգիան է ֆիլմի եւ հերոսի գլխավոր դերակատարի տաղանդավոր դերասանական խաղը։ Էգզիստենցիալ թրիլերի ժանրում նկարահանված ֆիլմի գլխավոր հերոսը կիբերանվտանգության ոլորտի մասնագետ է։ Գիշերները գրասենյակում մենակ մնալով նա ստիպված է կանխել իր ստեղծած համակարգի գլոբալ կոլապսը։ Սակայն տեխնիկական խնդիրը շատ արագ վերածվում է հոգեբանական պայքարի, որտեղ վտանգված են ոչ միայն նրա աշխատանքն ու կարիերան, այլև ընտանիքն ու սեփական կյանքը։ Մյուս կերպարներին հանդիսատեսը էկրանին չի տեսնում, նրանք պատմության մեջ հայտնվում են միայն հեռախոսազանգերի միջոցով։ Վարուժը Մարգարյան այս դեպքում 101%-ով իր խնդիրը լուծել է, շատ հզոր դրամատիկ դեր է խաղացել ու հանդիսատեսը ինքը կարող է համոզվել դրանում, որ ֆիլմը համ իր խաղի շնորհիվ, համ սցենարական առումով առաջի րոպեից մինչև 76-րդ րոպեն ուշադրությունը պահում է եւ մեկ վայրկյան հանդիսատեսին չի տալիս, որ թուլանա եւ այդ ներվ ասվածը պահում է մինչև վերջին րոպե։ Ֆիլմի ամբողջ ընթացքում էկրանին միայն մեկ դերասան է՝ Վարուժան Մարգարյանը։ Նրա համար սա ոչ միայն նոր փորձառություն, այլև լուրջ դերասանական մարտահրավեր է։ Այստեղ չկա երկրորդ դերասան, լոկացիայի կամ գործողության փոփոխություն, որի միջոցով հնարավոր կլիներ պահել հանդիսատեսի ուշադրությունը։ Ֆիլմը ամբողջովին քո վրա տանելը շատ բարդ է այնքան, որ նույնիսկ ուզես թե չէ դու հասկանում ես, որ ամբողջ ֆիլմը մենակ դու ես ու ֆիլմն էլ նենց բան է, որ այսքան երբ որ մարդիկ նայեն, չի լինելու ուրիշ ոչ ոք, լինելու ես միայն դու, պետք է դու քո էներգիայով, պետք է քո կատարածով ամեն ինչով, այսքան անես ամեն բան, որ մարդկանց թե ուշադրությունը կարողանաս քո վրա պայել, թե կարողանաս ճիշտ
միտքը ճիշտ ամեն բան հասցնես տեղ։ Դերասանի խոսքով ֆիլմի թեման իրեն ամբողջությամբ օտար չէր, Սև կարապը նրա համար միայն ֆիլմի վերնագիր չէ, այլ անկանխատեսելի իրադարձությունների խորհրդանիշ, որոնք կարող են մարդու կյանքը փոխել բառացիորեն մեկ ակնթարթում։ Ցանկացած կյանքում էլ նման ինչ-որ իրավիճակ լինում է, որ Սև կարապ ասվածը, որ լինում է, որից հետո որ մարդկանց կյանքը փոխվում է վայրկյանների ընթացքում ու իմ կյանքում եղել են այս դեպքեր, որից հետո որ րոպեական իմ կյանքը փոխվել է հետոյի ու առաջի ու այդ ամենը ես վերհիշելով, այդ ամենը իմ մեջ ունենալով հասկացել եմ, որ պետք է անել սա։ Սև կարապների գիշեր անվանումը եւս պատահական չէ, Սև կարապի տեսությունը նկարագրում է հազվադեպ եւ անկանխատեսելի իրադարձությունը, որը կարող է ամբողջությամբ փոխել մարդու կամ հասարակության կյանքի ընթացքը։ Ֆիլմում գլխավոր հերոսը մեկ գիշերվա ընթացքում բախվում է ոչ թե մեկ, այլ մի քանի սև կարապի։ Ֆիլմի ստեղծագործական թիմի համար ամենամեծ փորձություններից մեկը եղել է ոչ միայն դրամատուրգիական, այլև արտադրական սահմանափակումը։ Ամբողջ ֆիլմը նկարահանվել է ընդամենը 5 գիշերում։ Մենք հրաժարվել ենք այստեղ կինեմատոգրաֆիայի բոլոր կարևոր գործիքներից, լիքը դերասան, տարբեր լոկացիաներ եւ այս ամենը նկարել ենք մեկ լոկացիա, մեկ դերասանի հետ։ Բնականաբար ֆիլմում կտեսնեք բարդ դերասանական խաղ եւ այդ էմոցիոնալ լարվածությունը, որը դերասանը կարողացել է ապահովել հանդիսատեսի համար։ Ֆիլմի հերոսներից որևէ մեկը չունի անուն։ Գլխավոր հերոսն ու հեռախոսազանգերի մյուս մասնակիցները դիտավորյալ են անանուն, ընդգծելու համար, որ այս պատմությունը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի կյանքում։ Մեկ գիշեր, որի ընթացքում տեխնիկական խափանումը վերածվում է կյանքի ու ինքնության համար պայքարի։ Իսկ թե ինչ է մնում մարդուց, երբ անսպասելին մեկը մյուսի հետևից փոխում է նրա կյանքի ընթացքը, հանդիսատեսը կարող է բացահայտել մեծ էկրանին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Հաջողություն։